Լինում է չի լինում, մի ծեր վաճառական է լինում, անունը Երկո։ Մի անգամ նա ասում է կնոջը. «Ծերացել ենք արդեն, այկին, երկար չենք ձգի, իսկ մենք հարուստ ենք, արի մեր ունեցած չունեցածը բաժանենք մեր երկու աղջիկներին, չէ որ մեկ է ժառանգությունը նրանց է անցնելու, իսկ մենք մեր կյանքը ոնց էլ լինի անհոգ կապրենք։ Մի օր մի փեսայի տանը կուտենք կխմենք, մյուս օր մյուսի, այդպես խաղաղ ու հանգիստ կավարտենք մեր կյանքը, իսկ երբ մեռնենք, մեր զավակները վիճելու, դատարանում հարցեր պարզելու պատճառ չեն ունենա, ինչ կասես։ Եթե իմանամ, որ մեր փեսաները կընդունեն այդ որոշումը, ես էլ կհամաձայնեմ, վախենում եմ միայն, որ հանկարծ այս ասացվածքը ճիշտ դուրս գա, փող ունես, գլխիս վրա տեղ ունես, փող չունես, շեմիցս ներս չմտնես։ Հնարավոր է սկզբում հոգ տանեն մեր մասին, բայց հետո ձանձրանան, ուր պիտի գնանք այդ ժամանակ, կամ մեկ էլ տեսար ես քեզնից երկար ապրեմ, ինչ կլինի այդ դեպքում։ Զուր չեն ասում, զոքանջի համար փեսայի տված խորտիկն ուտելը ծանր է։ Վարվիր ինչպես կամենում ես, բայց խնդրում եմ, բոլոր փողերդ մի բաժանիր, որ օր ծերության դռնեդուր չընկնենք, գլխներից չտանք, չէ որ մենք չգիտենք, թե մեր մահը երբ է գալու, վատ խաղաղությունը լավ կռվից լավ է։ Ձեր վաճառականը պատվիրեց, որ կինն ընտիր ճաշ պատրաստի և կանչեց փեսաներին, դուստրերին ու թոռներին։ Երբ բոլորն արդեն կշտացել էին, նա հայտնեց որոշման մասին։ Փեսաներն ու դուստրերը ուրախությամբ ընդունեցին հոր որոշումը, երդվեցին մինչև կյանքի վերջը խնամել ծեր ծնողներին, հոգ տանել նրանց մասին։ Հայրն իր ունեցվածքը բաժանեց զավակների միջև այնպես, ինչպես մահից առաջ կաներ, բայց կնոջ ասածն էլ արեց, սև օրվա համար մի քիչ փող պահեց։ Այդպես յունակն է զենք թաքցնում փորձանքի դեպքում պաշտպանվելու համար։ Փեսաներն սկսեցին աներոջն ու զոքանջին հերթով նախաճաշի, ճաշի ու ընթրիքի կանչել։ Վաճառականը շատ թոռներ ուներ, ամեն օր նրանց նվերներ էր բերում, բայց շուտով տեսավ, որ իր պահած փողից բան չի մնացել և դադարեցրեց նվերներ անելը։ Դուստրերն ու փեսաները սկզբում շատ զարմացան, հետո սկսեցին հոնքերը կիտել։ Նախկին բարեհաճ վերաբերմունքի հետքն էլ չմնաց։ Ծերունին դա նկատեց, շատ տխրեց, վիրավորվեց։ Մի անգամ նա տխուր, գլուխը կախ նստած էր իր դատարկված տան առաջ, վշտացած, որ սխալվել է սեփական երեխաների հարցում։ Հարևանը, նրա նախկին գործընկերն ու կաթնեղբայրը պատուհանից տեսավ, որ նա տխուր նստած է, վերցրեց լայնեզր գլխարկը, ձեռնափայտը և գնաց ընկերոջ մոտ։ Աստված օգնական, եղբայրս, ողջունեց նա, ինչու ես այդպես մտամոլոր, ինչ հոգս է հոգիդ կրծում։ Ես գիտեմ, որ դու և ունեցվածք ես կուտակել, և փող, և ծեր գետնամկան պես նախապատրաստվել ես ձմռանը։ Դու առողջ ես, դեռ շատ ձիգ ու պինդ, ոչ մի բանի կարիք չունես։ Եղբայր, հոգոցանեց վաճառականը, մի հարցրու։ Օգնել մեկ է, չես կարողանա, ինքս եմ մեղավոր։ Իմ խելքից եղավ ամեն ինչ, դրա համար եմ գլխիս տալիս, բայց ուշ է։ Այն ամենը, ինչ աշխատել, կուտակել էի, ջուրն ընկավ, մոխիր դարձավ։ Ինչու՞ զարմացավ գործընկերը։ Ամեն ինչ տվեցի իմ անշնորհակալ զավակներին, ասաց վաճառականն ու պատմեց ամեն ինչ։ Ճիշտ չես արել, եղբայր, ասաց ընկերը։ Ինչու ես քո կենդանության օրոք ունեցած չունեցածդ բաժանել։ Փեսաներն օտար արյուն են, իսկ կանայք միշտ լսում են իրենց ամուսիններին։ Ասում են, չէ, աներ փեսայի վրա հույս չդնես։ Ահա թե քեզ ինչ կասեմ։ Ես քեզ փորձանքից կազատեմ, բայց հիմարություն չանես, ինչ ասեմ, կանես։ Ապագայիդ համար մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի, բայց կխրատվես։ Ինչպես առածն է ասում, կաթից լեզուն այրողը ջրին էլ կփչի։ Ահա թե ինչ կանենք, ավելացրեց նա։ Դու իմ հաշվին մի լավ հյուրասիրություն կազմակերպիր, հրավիրիր փեսաներիդ, աղջիկներիդ, թոռներիդ, ես վերջինը կգամ և ինձ հետ ինչ-որ բան կբերեմ։ Դու կնայես իմ բերածին, բայց չես զարմանա, կասես, միթե հենց հիմա պիտի դա բերեիր, ասես էլ փող չունեմ։ Մենք նրանց գլխին մի լավ խաղ կխաղանք, որ իմանան պարտքը վճարել է պետք։ Ձեր վաճառականը լսեց ընկերոջը,
Մեծ հյուրընկալություն կազմակերպեց, կանչեց փեսաներին, աղջիկներին, թոռներին, իր սանիկներին ու հարևաններին։ Բոլորը եկան, բայց սեղանի մոտ մեկ ազատ տեղ էլ մնաց։ Տանտերն այն պահել էր իր եղբայրացուի համար։ Հյուրերը նստեցին ճաշելու, իսկ եղբայրացուն չկար ու չկար։ Մի քանի անգամ տանտերը վեր կացավ տեղից, նայեց պատուհանից, ափսոսաց, որ իր ընկերը դեռ չի եկել։ Գալը հաստատ կգա, քանի որ խոստացել է։ Ես նրան լավ եմ ճանաչում։ Նա իր խոսքի տերն է։ Գիտեմ, թե ինչու է ուշանում, ուզում է հաշիվները մաքրել հին օրերի պարտքերի հետ, այն օրերի, երբ միասին առևտուր էինք անում։ Մտածում է, հանգիստ սրտով նստի իմ սեղանի շուրջը։ Նոր էր ավարտել խոսքը, երբ դուռը բացվեց և ներս մտավ ընկերը։ Նա դժվար էր շնչում, որովհետև մեջքին ծանր պարկ կար։ Մտավ, ողջունեց բոլորին և տանտիրոջն ասաց. «Երկո, եղբայրս, ներիր, որ անհանգստացնում եմ քեզ ոչ հարմար պահի, բայց ես ամոթից կմեռնեի, եթե հյուր գայ հին պարտքս չմարած։ Քանի անգամ եմ քեզ ասել, որ փողն ինձնից վերցնես, հաշվետվությունն էլ հետը, բայց դու այնքան ձգձգեցիր, որ հասավ մինչև այսօրը։ Բերել եմ քո փողը, հաշվել եմ, ինչպես հարկն է, սա էլ հաշվետվություն է։ Հետո կստուգես, իսկ ես հանգիստ խղճով կնստեմ քո սեղանի մոտ ու մի լավ քեֆ կանեմ։ Օֆ, ինչ լավ է, ասես մի սար ընկավ ուսերիցս։ Այ մարդ, ես քեզ հրավիրել էի ուրախանալու, ոչ թե փող ու հաշվետվություն բերելու, բայց որ բերել ես ինչ ասեմ։ Պարկը դիր այն պահարանի հետևն ու նստիր քո տեղը, հետո կնայեմ։ Եթե իմ մյուս պարտապաներն էլ քեզ նման ազնիվ լինեին ու ժամանակին վերադարձնեին պարտքը, ես հիմա ինքս ինձ չէի մեղադրի իմ առատաձեռնության համար։ Փեսաները, աղջիկները և բոլոր հյուրերը լսեցին, թե ինչ են խոսում ծերունիները։ Մի փեսան փսփսաց մյուսի ականջին։ Տեսնում ես, այ քեզաներ, ձևացնում էր, թե ինչ կա, չկա մեզ է տվել։ Հոգեպահուստ գրոշ էլ չունի, բայց դեռ որքան փող ունի, և դեռ որքան էլ պիտի վերադարձնեն։ Աղջիկներն էլ նույնը փսփսացին։ Հետո նրանցից մեկը թեքվեց ամուսնու կողմը։ Ասում եմ, հորս ու մորս դարձյալ չկանչենք մեր տուն ճաշելու ու ընթրելու։ Իհարկե, պատասխանեց ամուսինը, պետք է ծնողներին սիրաշահել։ Մյուս աղջիկն էլ թեքվեց իր ամուսնու կողմը։ Լսում ես, թե քույրս ինչ ասաց ամուսնուն։ Նրանք հորս ու մորը սրանից հետո իրենց տուն են կանչելու։ Այնպես անենք, որ մահվան մահճում ծնողներս մեզ էլ հիշեն։ Տես հայրս դեռ մի ամբողջ պարկ փող ունի։ Տես, թե ինչ սեղան է բացել, պահարաններն էլ դեռ լիքն են։ Ճիշտ ես ասում, ասաց ամուսինը։ Պետք է կրկին հոգանք նրանց կարիքները, աչքի լույսի պես պահենք ծերուկներին։ Այսպես աղջիկներն ամուսինների հետ համաձայնության եկան ծնողների հոգսը հոգալու հարցում, ավելի շատ փողի հույս ունեին։ Ծեր վաճառականն ու իր կինը լավ ապրեցին իրենց կյանքի վերջում։ Զավակներն ասես մրցում էին իրար հետ, թե ով ավելի լավ կկերակրի ու կխնամի ծնողներին, այնպես որ ճանճել չի շնի նրանց վրա։ Ծեր երկոն մտքում հաճախ էր շնորհակալ լինում ընկերոջը, որն իրեն ազատեց ծանր մտքերից ու հոգսից։ Իսկ նրա զավակները հույս էին փայփայում, որ հոր մահից հետո իրենք ավելի են հարստանալու։ Ժամանակ անցավ, մահացավ Երկոյի կինը։ Մի քանի տարուց ինքն էլ ավանդեց հոգին։ Նրա կտակում գրված էր. «Սիրելի զավակներս, ինձ կթաղեք պատվով, հետո կբացեք մեծ սնդուկն ու այնտեղ կգտնեք այն, ինչ թողնում եմ ձեզ»։ Զավակներն այդպես էլ արեցին։ Պատվավոր թաղում արեցին։ Հետո մահճակալի տակից հանեցին մեծ սնդուկն ու բացեցին։ Սնդուկը դատարկ էր։ Միայն մի նամակ գտան այնտեղ։ Սիրելի զավակներս, իմ կենդանության օրոք դուք ինձնից մեծ ունեցվածք ու փող ստացաք։ Ինչպես տեսնում եք, սնդուկը դատարկ է։ Նոր ժառանգության հույս մի փայփայեք։ Պարզապես Աստծուն աղոթելով աշխատեք, խնայեք ձեր ունեցածն ու հարուստ կլինեք։ Ձեր հայր Երկո։